Այժմ կլսենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին, նա արդեն կապի մեջ է, բարև ձեզ Ռոբերտ։ Երևանում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ռոբերտ։ Այսպիսի մի արտահայտություն է հնչել այսօր Կովկասի իրավիճակը գնահատելով քրիտիկական։ Ինչ հետաքրքիր է, ինչ նկատի ունի եվրոպացի պաշտոնյան։ Ես ճիշտն ասած չէի համաձայնի, որ քրիտիկական իրավիճակ ասելով նա նկատի ունի Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ գործընթացների լճացումը, ես կարծում եմ ավելի շուտ եւ իրեն հետաքրքիր է եւ ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանության մեջ ավելի շուտ խոսքը գնում է Ռուսաստանի ազդեցության մասին Կովկասում եւ օրինակ Վրաստանի ժողովրդավարությունից եւ եվրոպական ինտեգրումից հետքայլերի մասին։ Դրան գումարած նաեւ այն, որ Ռուսաստանից այսօր հնչել է հայտարարություն առ այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է շատ զգույշ լինեն արևմտյան գործընկերների հետ համագործակցելու հարցում եւ այս ամենը հավանաբար եվրոպացի պաշտոնյայի համար երևում է որպես Ռուսաստանի եւ Կովկասի երկրների միջև որոշակի ճգնաժամային իրավիճակի խորացում։ Այդ հայտարարությունը, որ նշեցիք, դա Զախարովայի հայտարարությունը նկատի ունեիք, չէ՞, այսօրվա, Ռոբերտ։ Այո։ Բաքուն դուրս է գալիս ռուսական ուղեցերից, ուղիղ ուզում եմ հարցնել։ Ես չեմ կարծում, Բաքուն նախ երբևէ ամբողջապես ռուսական ուղեցում չի եղել, եւ մյուս կողմից այն խաղը, որը խաղում է Բաքուն, էական փոփոխություններ չի կրել։ Բաքուն երբևէ, եթե չհաշվենք հետպատերազմյան 6 ամիսները, երբևէ ամբողջապես չի խոսել Ռուսաստանի հետ մեկ ընդհանուր ճակատ ձևավորելու մասին, երբևէ հակառակ կողմից ամբողջապես չի խոսել եվրոպական ինտեգրման մասին, այսինքն նրանք կարողանում են մանևրել երկու կողմերի միջև եւ իրենց եւ ռեսուրսները եւ հնարավորությունները կապված 44-օրյա պատերազմի արդյունքների հետ եւ աշխարհաքաղաքական դիրքը դրա հնարավորությունը տալիս են, ինչից Ադրբեջանը շատ լավ օգտվում է, պետք է խոստովանենք։ Հայաստանի ներքաղաքական ներկայիս process-ը ունի կոնկրետ ազդակ, Ռոբերտ։ Եթե նկատի ունեք Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հետ, չեմ կարծում, այս գործընթացը ավելի շատ տեղավորվում է հաջորդ տարի սպասվող ընտրությունների տրամաբանությունում, քան Հայաստան-Ադրբեջան գործընթացի տրամաբանությունում։ Արդեն անգամորն է հայտնի հաջորդ տարվա ընտրությունը։ Այո, հաջորդ տարի հունիսի 7-ին են տեղի ունենալու ընտրությունները եւ կարելի է ասել, որ բոլոր կողմերը արդեն սկսել են ակտիվ նախընտրական գործընթացներ իրականացնել։ Բոլոր կողմերը ասել ես նկատի ունեմ թե արմատական ընդդիմությանը, թե իշխանությանը, թե արևմտամետներին մասնավորապես, թե այլ քաղաքական ուժերի, այնպես որ ներքաղաքական զարգացումները առաջին հերթին պետք է գնահատել այս տեսանկյունից։ Իսկ առանց Բաքվի հետ համաձայնագրի Հայաստանը այնուամենայնիվ ավելի խոցելի չի ներքաղաքական իրավիճակում։ Տեսեք, եթե նկատի ունենանք, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա Ադրբեջանը կարողանում է ազդեցություն ունենալ, ապա այս առումով ոչ, որովհետև նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիր ունենանք, նույնիսկ եթե բոլոր ուղղություններով Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնությունների հասած լինեն, նույն ազդեցության միջոցները Ադրբեջանը պահպանելու է եւ ունենալու է։ Այլ հարց է, որ քանի դեռ այսպիսի իրավիճակ է, Հայաստանի իշխանությունները ամբողջապես կենտրոնանալ ներքաղաքական գործընթացների վրա չեն կարող, որովհետեւ հնարավորությունները ուղղակի ռեսուրսները ուղղակի բավարար չեն բոլոր ուղղություններով բավարար չափով գործունեություն իրականացնելու համար։ Այնպես որ սա խանգարում է իրականում ներքաղաքական գործընթացներում քաղաքական տարբեր ուժերի առաջին հերթին իշխանության համար դիրքավորվելու գործողություններ իրականացնելու, բայց չի խանգարում ներքաղաքական գործընթացներ, այսինքն չի փոխվում ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը այն բանից, թե Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը ստորագրել է, թե չի ստորագրել, որովհետև ես չեմ պատկերացնում գոնե կարճաժամկետ հեռանկարում մի իրավիճակ, որ Ադրբեջանը կարող է չօգտվել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու իր ձեռքի տակ եղած գործիքներից։ Իսկ այլ միջամտություններ հնարավոր են։
դուք նկատի ունեք այլ երկրների միջամտություններ։ Իհարկե հնարավոր են եւ այլ միջամտություններ ոչ միայն հնարավոր են, նաեւ մենք տեսնում ենք ակնհայտ է, որ Ռուսաստանը որոշակիորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, այն որ կան մարդիկ, նախկին գեներալներ եւ այլն, ովքեր Ռուսաստանում են եւ Ռուսաստանից փորձում են Հայաստանի ներքաղաքական դաշտում ինչ-որ գործունեություն իրականացնել, դա եւս Ռուսաստանի ազդեցությունն է։ Ռուսաստանի տարբեր փորձագետների կողմից եւ լրագրողների կողմից հնչող կարծիքները, դրանք բոլորը Ռուսաստանի ազդեցությունն են մեր ներքաղաքական դաշտի վրա։ Մյուս երկրներն էլ փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում ազդեցություն ունենալ եւ խոսքը վերաբերում է թե Իրանին, թե Թուրքիային, թե Եվրամիությանը, որոշ չափով նաեւ Միացյալ Նահանգներին, թե Միացյալ Նահանգները կարծես թե այնքան էլ չեն կարեւորում այս փուլում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Ինչով է այս մթնոլորտը տարբերվում նախորդներից, Ռոբերտ։ Նախորդ նախընտրական մթնոլորտներից։ Նախ նրանով, որ այս պահին արտաքին ճնշումը այնքան մեծ չէ, ինչպես օրինակ 21 թվականին էր, մինչև ընտրությունները եւ պատերազմից անմիջապես հետո այդ 6 ամիսների ընթացքում։ Դրանից առաջ տեղի ունեցած գործընթացներում եւս չկային որոշակիորեն այս իշխանություն ընդդիմություն երկփեղվածության եւ հավասարի պայքարի նշաններ այսօր իշխանությունների սխալների պատճառով այն մարդիկ ովքեր նախկինում որևէ հավակնություն ունենալու չէին կարող հավասարի մրցել իշխանությունների հետ այսօր արդեն դա իրողություն է նրանք մրցում են եւ այս առումով իհարկե հնարավորությունները հավասար չեն միևնույն է իշխանությունը որոշակի առավելություն ունի բայց այն որ արդեն հարաբերելի են այդ հարաբերությունները դա ակնհայտորեն երևում է ինչը նշանակում է որ Հայաստանի քաղաքական դաշտը եթե նախկինում բաժանված էր մեծամասնության եւ փոքրամասնության այսօր բաժանված է երկու հարաբերականորեն հավասար մասերի սա մի կողմից շատ լուրջ մարտահրավեր է որովհետեւ մեկ բան է երբ բախվում է հասարակությունը մեծամասնության եւ փոքրամասնությունը կարող է ինչ-որ աղմուկ առաջացնել եւ վերջ մեկ այլ բան է երբ ուժերը հարաբերականորեն հավասար են եւ դա կարող է բերել էական լարվածությունների, ճգնաժամերի, բախումների եւ այլն եւ այս իրավիճակում ցավոք սրտի փորձը ցույց է տալիս քաղաքագիտական տեսությունները ասում են որ այս իրավիճակում խորանում է հասարակության մարգինալությունը, այսինքն հասարակության ավելի ու ավելի մեծ հատված փորձում է իրեն դուրս դնել այս ընդհանուր գործընթացից եւ չմասնակցել քաղաքական գործընթացներին, ինչը բերում է քաղաքական դաշտի բևեռվածության, որի արդյունքում ես չնշեմ առանձին որոշումների մասը, որովհետեւ դրանք շատ մեծ ազդեցություն չեն ունենում, բայց օրինակ ընտրությունների արդյունքները ձևախեղվում են, այսինքն ունենում ենք իշխանություն, որը իրականում մեծամասնության աջակցություն չունի, ունենում ենք ընդդիմություն, որը իրականում երկրորդ տեղում գտնվող ոչ մեծամասնության, բայց նաև ոչ փոքրամասնության ինչ որ մի հատվածի աջակցությունը չունի, այսինքն քիչ մարդիկ որոշում են թե ովքեր են իշխանություն, ովքեր են ընդդիմություն, իսկ շատ մարդիկ այդ որոշումների կայացմանը ընդհանրապես չեն մասնակցում։ Եկեղեցու միջամտությունը ինչ արդյունք կարող է ապահովել։ Ամենաբարդ հարցն եք տալիս այսօրվա, տեսեք եկեղեցու միջամտությունը ամենալուրջ խնդիրն է այսօր Հայաստանի քաղաքական գործընթացներում։ Ցավոք սրտի, քանի որ ունենք մի այնպիսի քաղաքական դաշտ, որտեղ մի քաղաքական ուժ կամ մի քաղաքական ուժերի խումբ, որոնց ես անվանում եմ արմատական ընդդիմություն, փորձում է օգտագործել ամեն ինչ Հայաստանի իշխանությունների վարկանիշը նվազեցնելու եւ Հայաստանի իշխանություններին վնաս պատճառելու համար ամեն ինչ ասելով ես նկատի ունեմ բառացիորեն ամեն ինչ, նույնիսկ Հայաստանի փլուզում են օգտագործեն, եթե դրա հնարավորությունը ունենան, որպեսզի միայն թե Հայաստանի իշխանությունները վնասներ կրեն եւ եկել է մի իրավիճակ, երբ նման գործիք դարձել է եկեղեցին։ Ցավոք սրտի եկեղեցում էլ կան մարդիկ, ովքեր հարում են այս գաղափարական դաշտին, ովքեր այդ մարդկանցից մեկն են, ցավոք սրտի նորից նշեմ, բարձրաստիճան հոգևորականներ կան, ովքեր այսպես եթե շատ անկեղծ լինենք, ապա իրենք եւս հետաքրքրված չեն ոչ պետությամբ, ոչ պետականությամբ, ոչ Հայաստանի Հանրապետության գոյությամբ, իրենք հետաքրքրված են իրենց
գաղափարներով, իրենց աջակիցներով, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրենց նեղ անձնական շահերը պահպանել։ Եվ այս հատվածը, այս քաղաքական դաշտի արմատական ընդդիմադիրները այս պահին որպես գործիք օգտագործում են եկեղեցին, օգտագործում են հավատը, ազդեցություն են գործում դրանով մարդկանց վրա, մարդկանց էմոցիոնալ դաշտ են բերում, իսկ ինչքան էմոցիոնալ դաշտում ավելի շատ են մարդիկ, այնքան այս մարդկանց հնարավորությունները քաոտիկ իրավիճակներ ստեղծել երկրում ավելի շատ են։ Լավ կլիներ, որպեսզի եկեղեցու վերնախավը հասկանար, որ իրենք գործիք են այս մարդկանց ձեռքին այս պահին եւ թույլ չտար, որպեսզի այդ մարդիկ օգտագործեն իրենց հակաիշխանական իրենց գործողություններում։ Ցավոք սրտի իշխանություն եկեղեցու վերնախավ, իշխանության վերնախավ, եկեղեցու վերնախավ հակասությունը, որը մենք այս պահին ունենք, անձնական է, այսինքն անձնավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրա շրջապատում գտնվող մարդիկ անձնական, այսպես ասենք, խնդիրներ են բարձրացնում կապված եկեղեցու վերնախավի հետ եւ հակառակը եկեղեցու վերնախավում, օրինակ կաթողիկոսի ուերսներում ժամանակին կոչ էր անում Հայաստանի վարչապետին հրաժարական տալ, հիմա էլ Հայաստանի վարչապետը կոչ է անում կաթողիկոսին հրաժարական տալ, փաստացի սա ինստիտուտների բախում չէ, սա անձերի բախում է, իսկ անձերի բախումը ավելի շատ է հնարավորություն տալիս մեր նշած այդպես եթե պատկերավոր ասենք կենսաբանությունից օրինակ վերցնելով պարազիտներին, որպեսզի պարազիտանան այս գործընթացների վրա։ Լավ կլիներ, որպեսզի եկեղեցու վերնախավը, ինչպես ասացի, նկատեր, որ իրենք գործիք են դառնում, որ իրենց օգտագործում են, փորձեր դուրս գալ նման հարաբերություններից, մյուս կողմից իշխանությունները փորձեին հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել այս թնջուկը եւ ինչ որ համաձայնությունների գնային եկեղեցու հետ։ Ես այդ համաձայնության տարբերակը այսպես եմ տեսնում, եկեղեցու ղեկավարությունը կարող է դուրս գալ ուղղակի քաղաքական գործընթացներից, իհարկե դուրս գալը պետք է նաև որոշակի գործողություններ ենթադրի։ Առաջին գլխավոր գործողությունը Բագրատ Գալստանյանի հեռացումն է եկեղեցու շարքերից, որովհետև նա փաստացի քաղաքական գործունեություն է իրականացրել եւ այլևս չպետք է հոգեվոր ծառայություն կատարի։ Մյուս գործողությունը իմ պատկերացմամբ կարող է լինել բարձրաստիճան հոգեվորականներին քաղաքական տեքստեր ասելու արգելքը, գոնե ժամանակավորապես։ Այդ դեպքում գուցե իշխանությունները ինչ որ համաձայնությունների գնան եկեղեցու։ Ռոբերտ, իսկ որ հատվածում են նախկին նախագահները։ Նախկին նախագահները իմ նշած այն արմատական ընդդիմադիր հատվածում են, որտեղ իրենց գործողությունների հիմքը, մեկնակետը, նպատակը, եթե կարելի է այդպես ասել, մեկն է Հայաստանի իշխանությունների համար խնդիրներ ստեղծել։ Լավ, ի՞նչն է անբնական այդ նպատակում։ Այդ նպատակում անբնականն այն է, որ գլխավոր առաքելությունը քաղաքական ուժերի, հոգևոր ուժերի, բիզնես էլիտայի, էլիտաների տարբեր տեսակների, ռազմական ուժերի եւ այլն պետությունում գտնվող բոլոր այդ այսպես ասենք տարբեր ոլորտներ կառավարող ուժերի եւ անհատների գլխավոր առաքելությունը ըստ տրամաբանության պետք է լինի այդ պետության, պետականության պահպանումը, զարգացումը եւ այլն։ Ցավոք սրտի անտրամաբանական է այն, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ում համար գլխավոր առաքելությունը դա չէ, ում համար գլխավոր առաքելությունը սեփական նեղ շահերը պաշտպանելն է, օրինակ երկրորդ նախագահի համար գլխավոր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի շահերը պաշտպանելն է, եթե դա կլինի Հայաստանի շահերի հետ համադրելու ձևով, ապա շատ լավ, չի լինի, ուրեմն Հայաստանի Հանրապետության շահերի հաշվին։ Այս տրամաբանությունը անտրամաբանական է։ Նման տրամաբանությամբ քաղաքական գործիչ չի կարող լինել երկրում։ Ցավոք սրտի մեզ մոտ այս օրենքը հերքում ենք, մենք ունենք նման քաղաքական գործիչ։ Ռոբերտ, ինչ հաջողություն կարող է ունենալ իմպիչմենտի գործընթացը, որի մասին այսօր կարծես թե արդեն համաձայնեցված հայտարարություններ են հնչում։ Իմպիչմենտի գործընթացը իր հաջողությունը արդեն ունեցել է, այն նպատակը, որի համար իմպիչմենտի գործընթացը սկսվում էր, իրացվել է, եւ այդ նպատակը եղել է տվյալ քաղաքական ուժի հետևորդների քանակի ավելացումը մյուս ընդդիմադիր նույն դաշտում գործող քաղաքական ուժի հաշվին։ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը առաջադրելով այս մարդուն կարողացավ որոշակի առավելություն ստանալ, իհարկե սա դիրքային առավելություն է,
դեռևս, որովհետև բավական մեծ ժամանակ կա եւ ամեն ինչ կարող է փոխվել, բայց որոշակի դիրքային առավելություն ստացավ Ռոբերտ Քոչարյանի ուժի նկատմամբ եւ մյուս ավելի մանր ուժերի նկատմամբ այդ դաշտում գործող։ Մնացած բոլոր գործողությունները, որոնք իրականացնեն, կշարունակեն, գուցե ազգային ժողովում դրա մասին խոսեն, իրենց լրատվամիջոցներով կտարածեն եւ այլն, դրանք բոլորը ընդհանրապես այս նպատակի իրականացումից հետո այդպես ֆոնի ստեղծում են ընդհանուր, որ մարդիկ չմտածեն, թե լուրջ չէր ամեն ինչ։ Այս ամենին Սփյուռքի տրամադրություններին հետևում եք Ռոբերտ։ Որոշ չափով այո։ Չափելի է ինչ որ կերպ դա։ Սփյուռքը իրականում բավականին մասնատված է։ Եթե այսպես փորձենք շատ մեծ վերապահումներով խմբավորել, ապա Սփյուռքում կա դաշնակցական թև, որը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությանը ոչինչով օգնել պետք չէ, որովհետև Հայաստանի իշխանությունները այս պահին հայ ժողովրդի դեմ են գործում, կա մեկ այլ թև, որը համաձայն չէ նրանց հետ եւ բայց ակտիվ չէ մյուս կողմից, օրինակ Հունաստանի հայկական համայնքում կան մարդիկ, կան կազմակերպություններ, որոնք բավական հետաքրքիր մտքեր ունեն, բայց կարծես թե եռանդ չունեն, ուժ չունեն, հետաքրքրությունը բավարար չէ, որպեսզի այդ մտքերը փորձեն իրականություն դարձնել։ Եվ կա երրորդ շատ մեծ հատվածը, որը ընդհանրապես այսպես եթե ժողովրդի լեզվով ասենք զզվել է ուղղակի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներից եւ չի ցանկանում մասնակցություն ունենալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Լսեցինք Ռոբերտ Ղևոնդյանին, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ։